Ջրի արտահոսքի հետքերով մասնավոր տունը կիսանպուղային հարկում ենք, այսպես արտահայտվել է, այսինքն աչքով, այսպես աստիճանավանդակի մոտ, ջերմատեսիլը ֆիքսում է հետևյալը, այսինքն ուղղորդած ջերմոսման համակարգի խողովակն է, անցնենք ստուգումների տեղորոշենք։ Դե ինչ որոններից հանգեցինք հետևյալ եզրակացությանը։ Եվ ջերմոտեսիլն, այսինքն ինքը ֆիքսում է հատվածում, այսինքն դա այս խաչն է եւ խոնավաչափը, այսինքն խոնավաչափը աշխատում է հետևյալ սկզբունքով։ Այսինքն խոնավաչափով նույնպես այս մասը ամենաշատ խոնավ հատվածն է։ Այս հատվածով անցնում է երկու գիծ, որի հականները այս երկուսն են, փակել ենք, այսինքն ընդհանուր ջերմոսման համակարգից իրան տարանջատել ենք։ Այս երկու, այսինքն այդ գիծը սնում է երկու մարտկոց ընդհանրապես։ Ջերմատեսիլով ուղենշած գալիս է այս մարտկոցին եւ պատի հետևակա մի մարտկոց, ճնշումներ տալով, այսինքն փականները այնտեղ փակելով արձանագրում եմ ճնշման անկում, շատ բարակ ու դանդաղ։ Ճնշման անկումն է, քանի որ շատ բարակ է, դանդաղ, աղոտ ակուստիկայով իրան այստեղ լսում են ձայնը, առայժմ օդով, այսինքն ջրերը չենք դատարկել, հիմա շունը երկար ու բարակ սպասենք, այսինքն երեք գործիքներ հուշում են այս հատվածի վրա, ակուստիկայով աղոտ ձայնը լսում են։ Առայժմ պատվիրատուն որոշել է չքանդի, ընդամենը երկու մարտկոց է, այստեղ այլ ընտրանք ջերմոսման ուրիշ համակարգեր կան, հետո կորոշի ինչ անի պատվիրատուն։